Սփյուռքահայերը հաճախ հբարությամբ կսեն Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը ձով, իսկ Հայաստանը սփյուռք։ Դժբախտաբար, մինչև այսօր սփյուռքի ներուժը լիարժեք չէ օգտագործված։ Սփյուռքի աջակցությունը շատերու կողմէ կհաշվվի միայն նյութական չափանիշներով, եւ այդ պատճառով ալբոմանք սփյուռքը գոչեն գտանգով։ 1997-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց երկկաղաքացիության օրենքը, կարևոր քայլը Սփյուռք Հայաստան գաբերու ամրամտման ուղղությամբ։ Ցավոք կառավարությունը չխրախուսեց սփյուռքահայերը, որ դառնան Հայաստանի երկկաղաքացի։ 2008-ին նախագահ Սերժ Սարգսյանն հաստատեց Սփյուռքի նախարարությունը։ Ես հբարությամբ ծառայեցի նախարարության մեջ 10 տարի հիմնադրման օրեն մինչև անոր փակումը 2018-ին։ Երբ Նիկոլ Փաշինյան եկավ իշխանության, փակեց Սփյուռքի նախարարությունը եւ նշանակեց Զարե Սինանյանը որպես Սփյուռքի գործերու բարձր հանձնագետար։ Այսինքն չափազանց ցախող նշանակում ուներ, քանի որ Սինանյան քանթեց գոյություն ունեցող գամուշները Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Սինանյան անդեսեց ավանդական հայ գազམ་ակերպություններն ու կուսակցությունները եւ զանոնք փոխարինեց անհատներով, որոնք իրենց համայնքներում մեջ ազդեցություն չունին, բայց Փաշինյանի կողմնակիցներն են։ Սինանյանը ժամանակը գվատնե վարշապետին կովապանելով եւ նույնիսկ առաջարկելով, որ արաբներ ներքախտեն Հայաստան, բանը որ ոչ մեկ գաբ ունի սփյուռքահայերու հետ։ 2024-ի Սփյուռք Հայաստան համաժողովին Փաշինյան ներկա սփյուռքահայերուն զարմանալիորեն հանդգնեցավ ասել. Մեզի ծեր մարդասիրական օգնությունը պետք չէ։ Այս խոսքերը խոր վիրավորանք պատճառեցին, քանի որ ան ոչ միայն չի խրախուսել սփյուռքը, այլ բացահայտ կերպով գմերժե անոնց աջակցությունը։ Իր 8 տարիներու ընթացքին Փաշինյան մեծ պատուհաս դարձավ Սփյուռք Հայաստան հարաբերություններու համար։ Ան բոսում է չսավ, որ Հայաստանի վարչապետը աշխարհի բոլոր հայերուն բարձրանալուն չէ։ Մի վստահիկ իմ վրաս, ասավ Փաշինյան։ Հետո շարունակեց. Սփյուռքահայերը պետք է իրենց խնդիրները լուծեն իրենց համայնքներում մեջ։ Իսկ այս շաբաթ վարչապետը մամլոասոլիսի ընթացքին հետևյալ խոսքը ասավ մեջբերեմ. Սփյուռքը իր բացարձակ մեծամասնությամբ աջակցում է Հայաստանի գործող իշխանություններին, իսկ այն սփյուռքահայերը, ովքեր մեզ չեն աջակցում, շուտով ընդհանրապես մնալու են միայնակ։ Այս մոտեցումը ամբողջովին կչլադե համահայկական միասնությունը։ Բացի այդ, Փաշինյան ցերնարգեց քայլեր, որոնք կնսեմացնեն մեր ազգային սրբությունները։ Քննադատեց Արարատ լերը, որովհետև ան Հայաստանի սահմաններեն դուրս է։ Քննադատեց Զինանշանի առյուծը, չհասկանալով, որ առյուծը քաջության խորհրդանիշ է։ Քննադատեց ազգային օրդներկը։ Հրաժարեցավ Արցախեն հակառակ 2018-ի հայտարարության, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Զիջեց Ադրբեջանին ավելի քան 200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքեն։ Ոչինչ հրավ ազատելու համար Բաքուի մեջ բանդարգված Արցախի ղեկավարները։ Արցախի հարցը կհամարե փակված եւ արցախահայերը կգոչե փախստականներ։ Խստորեն կքննադատե Հայաստանյան ցարակելական եկեղեցին եւ կփանդարգե գղերականները։ Կասկածի տակ կառնի հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը։ Հայոց պատմության դասակիրքերը վերանվանեց Հայաստանի պատմություն։ Իր այցելություններուն կուրսին կգրե իրական Հայաստանի քարտեզը շագերտի մեջ, մոռացության մատնելով պատմական Հայաստանը։ Գազմած է սփյուռքահայերու համար սև ցուցակը, որոնց արգելված է Հայաստան մտնել։ Իմանուս ալակ ցուցակի մեջ է Հայաստանը Փաշինյանի անձնական դունը չէ, որ որոշե ով կրնա մտնել Հայաստան եւ ով ոչ։ Անցյալ շաբաթ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարեց Սփյուռքը ավելի բարակտելու նոր ծրագիրը, կմեջբերեմ։ Սփյուռքի պետակենտրոն գազམ་ակերպությունների համաժողովի գազམ་ակերպում խաղաղության պայմաններում Հայաստան-Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու եւ իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով։ Այսպիսի քայլերով Փաշինյան կքողարկե մեր ազգային ինքնությունը, պատմությունը եւ հազարամյակներու ժառանգությունը։ Իր կատարած զիջումները կխախտեն Հայաստանի օրենքները եւ սահմանադրությունը։ Եթե Փաշինյան մնա
իշխանության գլուխ հունիսի 7-ի ընտրությունների հետ վտանգված պիտի լա Հայաստանի իսկ գոյությունը։ Վերջավորության ուզեմ ներկայացնել Սփյուռքը միավորելու իմ առաջարկս մեկ նախատեսությամբ։ Սփյուռքի միլիոնավոր մեր ժողովուրդը մեկ միասնական գարույցի մեջ համախմբելու տեսլականով կփորձեմ ստեղծել Սփյուռքահայ խորհրդարանը, Diaspora Parliament, Սփյուռքահայ ժողովրդի կողմէ ընտրված ներկայացուցիչներով։ Շնորհակալություն։